Հանրայինի եթերը մեր շենն է շարունակում, բարև բարեկամներ։ Այսօրվա մեր հաղորդումը պատմելու է Մարտակերտի շրջանի սահմանամերձ գյուղերից մեկի, ավելի կոնկրետ Թալիշի մասին, գյուղ, որտեղ մարդկանց մտահոգում է միայն առօրյա հոգսերը։ Գյուղը գոյություն ունի 461 թվականից։ Եղել է Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից մեկը եւ իր պատմության ընթացքում նա 4 անգամ փոխել է անունը։ 1461 թվականին, 1279 թվականին, 1806 թվականին եւ 1882 թվականին։ Նախկին անունը եղել է Թարինչ, Հորեկա, եղել է Թաբլու եւ Թալիշ։ Թալիշը եղել է Մելիք Բեգլարյանների ուրեմն ազգակիցներից մեկի անունով։ Սկզբից կառուցել են Հորեկավանքը 1279 թվականներին, կառուցվել է Հորեկավանքը, կոչվել է Հորեկա, այնուհետև երբ որ տեղափոխվել են Հարթավայրային շրջան, իջել է գյուղը Հորեկը մի քիչ վերև է մեզանից, Հարթավայրային շրջան, այստեղ Թալիշ ուրեմն Մելիքի անունով կոչվել է հենց Բեգլարյանների տոհմից են եղել։ Նրա անունով կոչվել է Թալիշ։ Մոտ 2 կիլոմետր հեռավորություն ունի Հորեկավանքից գյուղը հիմա, որպես Հարթավայրային շրջան իջել են այստեղ եւ զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ։ Հորեկավանքն է, Եղշի առաքելոց վանքն է, Սուրբ Աստվածածինն է, 12-13-րդ դարերի կառույցներ են, իսկ Վաչագան բարեպաշտին արդեն 5-րդ դարի վերջից 6-րդ դարի սկիզբ։ Ղարաբաղցիները ունեն սովորույթներ, ավանդույթներ, բայց ամեն մի բնակավայր ունի իր առանձնահատուկ սովորույթները, իր ավանդույթները։ Հյուրասեր են, աշխատասեր են, ամենակարևորը շատ աշխատասեր են թալիշեցիները։ Առանձնանում են իրենց հումորով, բնավորությամբ, համառ են։ Այսպես դարերի պատմություն ունեցող թալիշցիները ձեռք են բերել ինքնատիպ ավանդույթներ, դիմագիծ, որով տարբերվում են մյուս գյուղերի բնակիչներից։ Հայրենասիրությամբ լեցուն մարդիկ են թալիշցիները եւ ապացույցներ չունեն, դա այդպես է ու վերջ։ 135 տնտեսություն ունեցող գյուղը դեռ պատերազմի հետքերն ամբողջությամբ չի վերացրել։ Մեկ տարուց ավելի գտնվելով օտար զավթիչների ձեռքին դարձել է ավերակների կույտ, որից տեղացիներն արդեն 2 տասնյակ է փորձում են ազատվել, ապրելով ու խնդիրներ հաղթահարելով։ 80 տարեկան Լիդա տատը նրանցից մեկն է, գյուղի որդեկորույս այն մայրերից, ովքեր գնահատում են ձեռք բերածը։ Դե մաշինի կյանքը մուչալավա վարմենք հողումը, մեր հողումը, կովերնոն եմ, ոչխարնոն եմ, ղազերնոն եմ, հնդիշկանոն եմ, հավերնոն եմ, հացը կա, թացը կա, փետը կա, մենակ ջիրջոն եմ։ Մենակ ջիրջոն եմ, 80 տարեկանի մեջ եմ քնեմ, ձերքավս եմ ջուր բրիմ, դերդը տանի բաբոր, մեղավերը կարաչոմ մինիմ մեղավոր սարքեմ, պրուստը ժամավ ջուր ելել, հովո շուտ եկել է, գյուղը, ենի վերցրել է, դես եկ ռիչ եմ անում, բողոք չեմ անում, մենակ ջիրջոն եմ, աշխատել եմ, ստեղծել եմ, քայքայում եմ, չարչարվում եմ, ստեղծել եմ, հալա կոզի 80 տարեկանի մեջ եմ քym, հալա ձերքավս, ոտավս, ամեն ինչ ստեղծում եմ, մի մարդ ունենք, մարդուկին ենք, համ նայա ղոչաղ ստեղծու, համ ես համ կին եմ, համ մարդ եմ, համ տղա եմ, դերդը տանի բաբոն, լև եմ, աստված 7 երեխա ատու է, 3 իրեն բաժինը տարելա, փարք աստուծեն, 4-ն էլ ունեմ, այս գյուղի ջահիլնեն, նահանթինչը ցավ կե իսկ կպնի, ինքան հարգանք պատև ունեմ ստե ջահիլնեն, երեխոցը խաթրով, երեխեքսել էլ անումով, տապին տակին էլի միշտ նրա անումը հոլովում են, լավ գծով, հերոս բալա, գրիվանող, գրվի ճակատումը, մեր ամուսինը իմ մարդս, թողել եմ փերմայում, այդ քշերը որ փախել են, գնացել, ինքը մենակ մնում է փերմայում, հիմիկ որ գնացել են գրազդան, փախել են դելուխալ գնացել են, փախել են քյացերազդան, նա թեկուզ ուշ, թեկուզ շուտ, ասելա ես միշտ քականեմ, փիրուզ, մեր երգեն սրը, կայնեմ, մեր սարերը, մեր քոլերը տեն, իմ մարդս ասել, մեր տանի մարդը, և ելն հենց էլ կադարել ենք, եկել ենք, ոչ փեշմանում եմ, ոչ էլ ուրիշ տեղ քնող գյուղ է, չէ։ Մի աղջիկ ունեմ Արարատ,
հյուջուրախ չկսա, Արարատ, այգև անջուղում։ Պամիդորին ժամանակ բիրում է զակատան։ Ամեն ինչին ժամանակի բիրում է զակատան, բալոն ես լուսնում, կինանք մեր տոլի ղանախանեմ ծես։ Զակատել ունեմ, մածունել ունեմ, կաթել ունեմ, պանիրել ունեմ, ամեն ինչ։ Վերջին տարիներին բնությունն անողոք է տեղացիների հանդեպ։ Մոտ 800 հեկտար արոտավայր ունեցող գյուղում անասնապահությունը չի զարգանում։ Գյուղացիները բողոքում են, անձրև չի գալիս, չորային եղանակների պատճառով էլ հանդերում խոտ չի աճում։ Խոտ չկա, ելածնել է, սեպիրել ենք, սարան ենք պիրել, ռեշնատ քանդում ենք, վար չորոցնենք։ Մեր հանդերին վաղշե չէր, կում ենք գուլուստյանա կլխան պիրում, իմ սեպականը 2 կիլո խալարնված ու 3 մաշինելա պիտի ինի կավեչվա պիրենք, պիրել չենք։ Ապրանքնել իլյացը վեշ ծախվում է, վեչին քոնող կա, յոլա պիտենք տանել։ Դե անձրև չեկել, խոտ չտիս եկել, չորային ալել, իսկի արտերնել չեն, մի գրամ արդ չեն հինձել, լող պակաս պրատ, գյուղացին Դե անասնապահությունն հողագործությունն վչեն ենք վչեն։ Մնացել ենք սոսոտ մոսոտ, թամին պատաշ շինարարությունանում շինարարություն ենք, հայմ տա չէ, որիշ վշտանբեն։ Թոշակավ, նպաստավ, կիճր գործեր ավի, մասնավոր կիճրվա գործեր անիմ, մասնավոր կիճր գործերավ։ Ոչ հիմնար կա, ոչ մի գործարան կա, մի պենլա կա ոչ։ Գոնե մի անասնապահության հետի կամ միս կոմբինատ կամ կատնամշակման մի ցեխ, մի պենան մի քանի մարդելա գոնեն դες զբաղվել։ Մեր տարածքը անչափ շատ է։ Դե շատ ջրովի չլի, անջրտի է, բայց ջրովի է շատ ունենք։ Ոչ դաշտերնա ջրվի, ոչ էլ դեսարերին էլ հանդերին էլ անջրը չկերես։ Մի գրանջ ու չկես մոտ։ Սարքի կյաս մալի, նաճու չկես դու։ Որա։ Անտանուր կյանք ենա վար, ոչ ջուր ունենք, որոքման, ոչ ապրուստ ունենք։ Հարցը Հա, հիշպիտինք ստեղ, մերեն ժամանակը չկա, որ ընդեղից ջուրուկյան, դեղից ջուր ապրենք, բայց ջուրը վարինի հասել կինիլի, ապրուստել կինիլի, չի ունենք, ջուրս ունենք, խումելի մեզ լավ ջուր ունենք, իսկի որոքման ջուր չունենք, բայց ժողորդու արդ են անում, ցանում են, ախր պեն չեն երոնում, մուլյոն են տունիմ, ցանում, մի պեն չեն երոնում են մարդիկելա, գոնյա կստրա եր չեն ունում, բախեղ չեն են մարդիկ, բայց պիտին չա պիտի ապրեն, մեզ Այս կողմավու ջուրալել, են կողմավու ջուրալել, են կողմա 4 տեղ մզ ջուրալել, 4 տեղ։ Հիմի ոչ մի տեղ չկա։ Անեն մերեն հորեկի ջուր վարկա։ Շենի կլխավը ասկնալ է սարը։ Ամման տեղը փռնելա։ Ամման տեղը մենք ջրի կարիք չեն կտաները։ Մեկեն մեր ժողովրդի կարիքը են ալել, որ մեր թուրքի պամիդորը այն ժամանակին առել է կերել, մեզ որոքման չույց է, մեր հայաթը մի պանան ենք ուղղատել։ Ժողորդ վար շատ բողոքեցին, մեզ վար պեմբա, սպասի արա, մեզ ժողորդ վար բողոքեցին, մեզ են ժամանակին թորքերը մեզ պեմբակ են կցել, որ պեմբակինի, վար պեմբակինի տանենք հազնենք, մեր ջուրը չի հերիքել, մեր ժողորդին, գրիվ պեմբակի համար են տարել, հիմիկ վար ջիրելը բուլացավ, ժողորդու բողոքեցին, անեն դեղից, մեր ակնը, որ ինջի տեղից վակտում է, Շենին կողավս է ջուր ենք կտել, բիրել ընդաղավ կացել, շենը ջուրը կողելա, մենք էլ լավ ապրել ենք, մի քանի տարի ապրեցինք, մենք էլ կրեով վարինջավ, նույն պանը տարավ, որ ինջիկետ կա է, որ ասում ենք ինջիկետ, մեր դահնան, մեր ջուրը ընդաղալ է երկցել, հիմիկ թորքեր է դուրուբան կտել էլ, ջուրը իրանց սիրա երել, էլ մեր տեղի գործ չարım ջուրը, մզանից կտրվել այն ջուրը, Սկացի, դե կտրվելա մկել ենք կտրվելի, հաթեր կա, մկել մեր ռայոնում, մարտագետ ռայոնում, էտերգու գյուղն ալել մեր, մեր գյուղը մեր սրճանը պահելա, ենքան տոննան երավ ծորեն ալել ստեղ, ենքան խաղուղի այգին է ալել մեր ստեղ, հազարներ տոննային երավ մենք խաղուղ ենք խազդել, այս գյուղը առաջի գյուղն ալել, հարուս գյուղ ալել, ժողորդու կործնելիս ժողորդի լավն են լավ ուժեղ կործենել, իրանք էլ արդուկ ստացել են։ Հիմիկ այդ գյուղում որ փախր ենք եկել մեկի որ լրիվ քանդված է։ Այստեղ հիշ մարդ կա։ Այստեղ հիշ գործ կավարի այստեղ հա տղեկ են իրան գործան ապրեն։ Մարդը հացոտում բան, չապիտի հացոտի։ Ապարախան ինչ հոտա հա։ Հա դե հիմիկ դե մեր պալաժենին տենցա, որիշանգի պալաժենի։ Բերում են ծախում։ Այս ծերքանեն, որը մո պամիդորին կիլոն 250-40 բերում է 500 դեմք։
Ջահիլը մենք չէ, մենք ուժը մեր ժամանակի մենք շատ ենք աշխատել, են ջահիլը կեն աշխատել ու երեխան պահել։ Մենք ուժը կարողություն մեզ փոշակատում, քիչ։ Ես գյուղում ծնվել եմ, ես գյուղում մզացել, հորական կողմից որբեմ ելել։ 12 տարեկանից սկսել եմ գործանել անասնապահությունում։ Որտեն գյուղին կանքը ծեղելիս են ժողովուրդ, մեկ սեյս չեք հմատան։ Ծառերան գիտե վար ժողովուրդ, ինչ են գեն ապարում, ծառերը վար լեցին եմ, ժողովուրդն սեյս նույնը։ Ես 2 տարի արդ եմ արել, 50 հեկտար մին, 30 հեկտար մին։ Տակ եմ տողը, մի կիլոկ ծորեն իմ տերուր չեմ պիրել, դե 60 եպայի պայմանները շատ պիսակ հմատա։ Որ անասունոն ենք ծախում չի, կամ պա զգետ ծախվեց հինչանի, տանետ մսամ թերք տալա, բեն չուն մսել։ Դրանով կար չենք ապրենք, առաջ Հայաստանից եկել են, ստաց ծախել ենք, ախրի լև պիսյոր ենք հեցել, բայց շատ պակաս ենք, գոլխոզալել, աշխատել ենք, ես ու մրտիկին աշխատել ենք ֆիրմամոն, 2400, 2000-ից եվել աշխոր ենք հրել, այդ 2000-ին ստացել եմ, տարիկան ստացել եմ 80,000, 100,000, ավանցնել օրեկան մի աշխորի ռուբլի են տուվել, լև ենք հելել, սա մենամերձ գոտիա, լոխ են սա մենամերձ, բայց տեժերը ապրիլը, խողն պիսը, միներ գալիշ, մեր կատնը, պանիրը մնումա։ Այնուհանդերձ բողոքող չեն թալիշցիները, պարզապես չխոսել խնդիրներից, որոնք առօրյա կյանքը դժվարացնում են, չեն կարող։ Մարդիկ այստեղ սահմանին մոտ ապրում են կռիվ տալով բնության հետ։ Հակառակորդին այդքան մոտ գտնվելով նրանք շարունակում են հայրական օջախների ավերակներից ծուխ սխեցնել։ Հիշտեժրեթին, ատո մեն ստոլի սկևոլը պերի, նրա տերետ կետը ժրանը, մի տստարան հինչ սկևոլա վերինգի, հանդվազ տանն եմ, շատ լավ եք, շատ մրջիրու, մր աղբիրու, մր տոնու, դե, անդերը ծարի կնում չի վերանգնի։ Էդի բերքատ, ստի բերքոք ստանում, են ասորիա վերինգել տապինտու է, անում ենք դե աման տրնանման չիլի, դենչ խեն կետեր են հնցել ակյալիսիլ են հնցել, վար կրրվալ է ժողորդ են կտորվել, հունց կարող եմ եք սետ ճիրու նորմալինի, բայց լավ ենք, բողոք չոնեմ ինձ։ Ասմա հայեկան աշրանային տուղ բորերը մաղմողում եմ անրահատիկ կաթիլները, ծարերն իրես տերևներից մերկացան կռումները շարաշարան ասկացան դիբետ մանչիմը միլենի պինանա։ Ասմանա սերմանացանը գոգնոստացա սերմացում, սերմանձիքում ու բունուսյանի հետ խոսում։ Ասմա ես մի հապրոտում եմ ծտերի մինա ագրավների մկներին, մի պյանիլկա որանունը չեմ տալիս եմ գիտես վերևից կարկուտ նայել։ Են այսած լոբի ենք պախում, տրանավերանգնի նեսական պոտկան ենք, լամանուխ ենք թուպրել, արաղ ենք կաշում։ Հինչա։ Թոտնու, հինչը պդահմա, թոզնա, մամուխա, հելենա ծրերինք, նե եկա կուտտու եկեր։ Սորի ես եմ գազանը վետներել։ Բայց խմում էլ է։ Չէ, տրանա հերրեմ, ես երկու հետ կալպիտ ես սրսկեմ, վար կարամ հետ արաղը կաշեմ պրծրեմ, հոտը ազդում այնց։ Կամ ջարգյանն եմ մր պոճախումը պյանչինի, կամ կս լիտրը արաղին կոնը պիրեմ տին եմ մրտանը, դա դերնել չի, ես աղա կնգամ մարդու կնեկեմ էլ, համութել ասում եմ լի, 40 տարին է գյուդում են շոպերություն արեմ։ Խետս կտորած սարքին, խոտը պիրած, ապրան ջահիլ ջուհիլու փյում է գենանում։ Դե մնում կարտոշկան ինք են կունական, ալիրնել ապրիվիլ են, պիրում կում ենք սարքին, պիրում կում ենք պիրում, հետա։ Ինչ խեմ վար կարպտ ենք կորցել, թորնին հաց ենք տխել, վազ ենք տվել գոլորշին երնի լավ կացել դաշտը, ինչ խենը լիվ բոլանի։ Բայց մհեք արնովյալի, լրիվ, ինչ խեն կացել ենք պահեստան եղը ստացել, լոբի ստացել, մղրը ստացել, մնակ գարին վար բաժանը չեն։
մնացածը պահեսնելի գծի մեր կոտարել են խոզերին տուել պամիդորոնը հենց են աշնանվարուն գուպյանը լիգ բայց մհեկվարը դաշտերը մուկավեչ մունքալանը մնք յատարն չտե տենց մի բան բայց լավ ենք Շտնե մինարա ծռերի նուրին նոստլերկին ախչի մի վաստեն подвале ящикան երկու ճողը իրան նորն է բեջիտ Սահմանամերձ Թալիշ գյուղում ահա այսպիսի փոքրիկներ են մեծանում, որոնց համար սահմաններ չկան, նրանք են այս գյուղի ու այս երկրի ապագան կերտողները։ Թալիշի պետական մանկապարտեզը գործում է 2008 թվականի հուլիսի 1-ից։ Այդ տարում մանկապարտեզը գործել է որպես երկու խմբանոց, ունեցել ենք 36 երեխաներ, բայց 2010 թվականի հունվարից երեխաների քանակի կրճատման պատճառով մանկապարտեզը դարձել է մեկ խմբանոց, խառը խմբանոց, եւ որպես այդպեսին գործում է մինչեւ այսօր։ Այսօր ունենք 25 երեխաներ հաճախող, բայց կան երեխաներ, որ դեռ կընդունենք, ասենք այս մի ամսվա ընթացքում։ Հիմնական խնդիրները երևի շենքային պայմաններն է, որ ասենք անբավարար է, շենքը ոչ տիպային է, ասենք չունենք պահեստի սենյակ, չունենք խոհանոց, ունենք վերանորոգման, ասենք կարիք, բակը ցանկապատված չի, ասենք մեկ խնդիր էլ դա է, որ ասենք տարածքը ցանկապատված չի ու ասենք չես կարողանում էլի որ մանկապարտեզի տարածքի մաքրությունը բան ասենք պահել։ Անցած տարի մեր համագյուղացի բարերարի կողմից սա ստացանք նվեր մանկապարտեզին եւ պատկերացրեք որ սրա անհրաժեշտությունը կար, որովհետեւ ասենք այդ եթե նկատեցիք այս մի հատ ծնող էր պատրաստել այդ մի ատրիբուտը, ասենք երեխաներին հիմնական մտեղ էինք զբաղացնում, բայց հիմա ասենք որ կա երեխաները ասենք տաք եղանակներին հանում ենք, զբաղվում են։ Գյուղում եւ դպրոց ունեն 102 աշակերտով եւ կենցաղի տուն, որտեղ էլ երբեմն միջոցառումներ են կազմակերպում։ 531 բնակիչ ունի Թալիշը։ Նրանց հոգսերի ու դժվարությունների արտահայտման միակ վայրը գյուղապետարանն է։ Գյուղապետ Վիլեն Պետրոսյանը քաջատեղյակ է խնդիրներից, լուծման հեռանկարների մասին էլ խոսում է հույսով։ Հաշվի առնելով համայնքի եւ ավերված լինելու հանգամանքը, որ 2 տարի շարունակ գտնվել է թշնամու տիրապետության տակ եւ ամբողջությամբ գյուղը ավերվել է, հաշվի առնելով եւ սահմանամերձ լինելու հանգամանքը, ինչպես նաեւ ծայրամասային գյուղ լինելու հանգամանքը, բնական է, որ համայնքը ի տարբերություն մնացածների պետք է ունենա առավել ավելի շատ հիմնախնդիրներ։ Հիմնական հիմնախնդիրը գյուղի համար դա ոռոգման ջրի բացակայությունն է, որովհետև ամենամեծ հարվածը, ինչպես կարելի ասել, համայնքը ստացավ այս 2 տարիների ընթացքում տևական չորային եղանակային պայմանների հետ կապված։ Ընդհուպ այս գյուղատնտեսական տարում համայնքի 225 հեկտար աշնանացան հացահատիկայինների հունձ ընդհանուր առմամբ չկատարվեց։ Իհարկե այսօր ծանր կացության մեջ է հայտնվել նաև անասնապահությունը։ Գյուղում հեռախոսային կապ կա, որովհետև ունենք բջջային հեռախոսակայան։ Դրսի հետ կապ ունենք, ավտոբուսային կապ ունենք Ստեփանակերտ քաղաքի հետ, որ աշխատում է երկուշաբթի եւ ուրբաթ օրերին կանոնավոր երթուղիով։ Գազաֆիկացված չի գյուղը եւ իր պատմության ընթացքում երբևիցե գազաֆիկացված չի եղել։ Ինտերնետ կապի հետ կապված, իհարկե այսօրվա դրությամբ չունենք, բայց Երևանում, Հայաստանում գտնվող Նոյան տապան գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը, որ մեր համագյուղացի է, նա խոստացել է, որ մինչև հոկտեմբերի վերջը գյուղը պետք է ինտերնետային կապ ունենա, Արմինկո ինտերնետային կապից պետք է օգտվի եւ արդեն շուտով այդ կապը հասանելի կլինի գյուղացիների համար։ Ռոստովում բնակվող մեր գյուղացի բարերարներից մեկը նախորդ ամսվա ընթացքում 27 համակարգիչ նվիրեց համայնքի 3-ից 5
երեխա ունեցող բոլոր ընտանիքներին, ովքեր համակարգիչ չունեին։ Իհարկե նրա հետ միասին սառնարանների մեծ տեսականի, հեռուստացույցների եւ այլն մեծ չափով այս տարվա ընթացքում 7 երեխա է ծնվել։ Այն դեպքում, որ սկսած 2000 թվականից մինչև նախորդ տարին գյուղում ծնվում էին յուրաքանչյուր տարի երկնիշ թվերով երեխաներ էին ծնվում, 12, 14, 16։ Միանշանակ հերոսներ են բոլոր նրանք, ովքեր ապրում են սահմանին մոտ, մոռանալով վախի ու վտանգի մասին, շենացնում են իրենց տունը։ Այսօրվա համար այսքանն էր, կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։